Կիրակի օրը առավոտյան 9:45 րոպե հարևանը, իսկ վերևի հարևանն է, շարունակում է իր շինարարական աշխատանքները։ Երեկ երեկոյան ժամը 7-ներ մենք բնակարանից դուրս էին գալիս, այդ ձայնը դեռ շարունակվում էր, մտածում ես ինչ որ օրենք կա այս քաղաքում, այս երկրում, որ օրը որ ժամին կարելի է, մինչև որ ժամը կարելի է աշխատանքներ անել, խանգարել հարևանների անդորը։ Այսօր էլ Կիրակի օր առավոտը 9:45 արտացել ենք, պատրաստում ենք նախաճաշել, վերևը ծակում են, փորում են, բնակարանի մեջ նոր բնակարան են կառուցում, ինչ են անում, չես հասկանում։ Սա էլ էլի երևանյան, հայաստանյան, ինչ ասեմ, ձևերից մեկն է։ Եվրոպայում չգիտեմ ինչպես է, բայց Միացյալ Նահանգներում օրենք կա գործող, սենց դեպքերում կարելի է, ես չգիտեմ, անմիջապես ոստիկանություն զանգահարել, կամ շենքի համատիրությունն է, Միացյալ Նահանգներում սուպեր կա շենքի լիազորը ասեմ, շենքի հետևորդը, մաքրությունը, կարգուկանոն պահպանողը, մի անգամից կարելի է զանգել եւ բողոքել։ Բայց բողոքել ոչ թե բողոքում են մարդիկ, ոչ թե նրա համար, որ Միացյալ Նահանգներում սա կլյաուզնիկ են, իսկ Հայաստանում սա, ես չգիտեմ, ինչ որ իրար հարգող, իրար սիրող մարդիկ են, այլ նրա համար, որ վերջապես շաբաթ Կիրակի օրը կամ երեկոյան ժամը մարդիկ աշխատանքից տուն են եկել երեկոյան, հոգնած են, շաբաթ Կիրակի օրը մարդիկ ընտանիքը հանգստանալուց կարելի աղմուկ անել եւ խանգարել հարևանի անդորը։ Ժամ, պատարակ, բան այդպիսի հասկացողություն չկա ստեղ, փաստորեն։ Շաբաթ Կիրակի օր առավոտ ժամը 10-ն է։ Հուսամ ձայնը լավ լսվում է։ Սա է Երևանը, հենց այսպես էլ ապրում են այս քաղաքում։ Հիմա ես մտածում եմ, այս բնակարանը մենք ժամանակավոր ենք ստեղ, ես ստեղ ոչ մեկին չեմ ճանաչում։ Ես ում զանգեմ, բողոքեմ։ Պատը ծեծեմ, դուրս գամ բակից բղավեմ, գնամ չգիտեմ որ հարևաննա դուռը ծեծեմ։ Այ ինչպես կարելի է սրա դեմ առնել։ Ու սենց էլ ապրում եք այս քաղաքում։ Ես բրիգադ աշխատում Երևան անկյունում են բանով հանքափորի գործիքով են աշխատում, անցքեր են անում, սեղեր արդեն չագուչով է։ Ինչ անեմ, բարձանա մի հատ վերևի հարկը գամ, գնամ քաղաքավարի դուրը ծեծեմ ասեմ, եղբայր հանգստանում ենք, հոպար, ոնց որ իրանք են ասում, սես է Երևանը, նայք հասարակ մի բան է, չէ, հասարակ չի իհարկե, սա շատ կարևոր հարևանների մեջ հարգանքի ինչ-որ ձև է, էլի, ընդունված կարգուկանոն պետք է լինի սրա հետ կապված, չկա, բացակայում է, լրիվ բացակայում է, օրենք է, օրենք պետք է լինի, գրված օրենք, ձև պետք է լինի, ես չգիտեմ, կանոնակարգ պետք է լինի համատիրության, հարևանների համար գրված, բնակիչների, ամբողջությամբ բացակայում է։ Այդ նույն բանն է, ոնց որ են անցյալ օրը ինչ-որ վերևի հարկերից մեկը իր հենց դռան դեմը ինչ-որ լվացքեր լվանում էր, ջուրը երևի մի երկու տակառ ջուր էր լցրել, այդ ջուրը թափվում էր մինչև առաջի հարկ, աստիճանների արանքով, դե գիտեք Երևանում ինչպես են, ուրեմն համատիրությունը փոխանակ հարկերը լվանա, սրբի, փայլացնի, ամեն մարդ իր դռան դեմը մի երկու վետոր ջուր է լցնում, շփում է, այդ ջուրը սենց այդ կեղտաջուրը թափվում է վերևից ներքև անցորդների գլխին, հագուստների վրա, մինչև առաջի հարկ, պատերով, կեղտոտելով, աստիճաններով։ Այս այլ նույն բանն է։ Ինչ ասեմ, ես էլ չգիտեմ այս մարդուն։